Բարև ձեզ արգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք համքային քարերից այսօր խոսենք լուսնակարի մասին։ Լուսնակարը լուննի կամ է, այն համարվում է կանացի քար և սրում է դյուրազգացությունը մարդու և նրա գիտակցության մեջ ավելի զարգացնում է և ուժեղացնում է սերը, հատկապես այն անհրաժեշտ է երիտասարդների, սիրահարների համար, մեկը մյուսին սիրելու և հարգելու, ուժեղացնում է կիրքը և հատկապես այն պարագայում, երբ որ նրանք այդ քարերը փոխանակում են։ Քարը դա կապտավուն շատ գեղեցիկ քար է, հղկվելուց հետո նրանից պատրաստում են զարդեր, վզնոցներ, ականջողեր և այլ տարբեր տեսակի զարդեր, ապարանջաններ և ամրացնում է երիտասարդների մոտ կապը միմյանց նկատմամբ, սերը և փոխադարձ հարգանքն ու կապը միմյանց նկատմամբ անհրաժեշտ է հատկապես այն պարագայում, երբ որ տղամարդու մոտ զգացվում է կոպտություն, խստաբարոյ է լինում և ավելի ագրեսիվ։ Այս պարագաներում, եթե նա ունենում է լուսնակար, ապա այդ բոլոր զգացողությունները ավելի մեղմանում են։ Հարգելի բարեկամներ, օգտվեք այդ քարերից, եթե ցանկանում եք, իհարկե, դա պարտադիր չի, և քարերը կարող եք, ասացինք, ձեռք բերել, որ տարբեր տեղեր վաճառվում են, վերնիսաժում այդպիսի զարդեր վաճառող խանութներում և այլն։ Այսօր ես ձեզ ուզում եմ ցույց տամ իմ քսուկները, քսուկներին դուք ծանոթ եք, մեկը մեր հռչակավոր Անահիտ քսուկն է, որը այսպիսի կարմիր գույնի է։ Այս բոլոր քսուկները, Կարինե քսուկը, որը պատրաստել ենք արդեն 1 տարի է և ունի շատ մեծ պահանջարկ, քսուկները բացարձակապես պատրաստված են բնական միջոցներից, մյուսը Մարիա քսուկն է, որը դրել ենք մեր Աստվածամոր անունով, նույնպես շատ գեղեցիկ այսպիսի երանգ ունի, պատրաստված են բույսերի արմատներից և ծաղիկներից, հիմքը հանդիսանում է ընկույզի կամ պնդուկը տխիլն է, դրանց յուղերից միջավայրը հանդիսանում է և հրաշալի քսուկներ են, հատկապես կոսմետիկ։ Կարինե քսուկը ունի նաև հանգստացնող, ցավազրկող հատկություն, հարգելի բարեկամներ, հանգստացնում է նյարդային ցավերը, մկանացավերը, ոսկրածավերը, հոդացավերը, արագորեն ներծծվում է։ Քսուկները կարելի է օգտագործել մաշկի տարբեր տեսակի հիվանդությունների համար։ Անահիտ քսուկը օգտագործում են նաև կարմիր քամու ժամանակ, որը տալիս է հիանալի արդյունք, իսկ Մարիա քսուկը այս բոլորով հանդերձ ունի նաև սպիտակեցնող հատկություն, մաշկը սպիտակեցնող հատկություն, մաշկին տալիս են փայլ, էլաստիկություն, լավացնում են այրաշարժանառությունը, մաքրում են մաշկը, մաշկը ընդունում է իր բնական տեսքը, այս քսուկները օգտագործելու բացարձակապես ուրիշ քիմիական շպարներ, դիմափոշիներ բան օգտագործելու կարիք չի զգացվում։ Կան նաև երիտասարդ աղջիկներ, որ այս Անահիտ քսուկը օգտագործում են նաև շրթներքի փոխարեն, շրթունքներին քսելու համար, ոչ թե նա կարմրացնում է, քսելուց հետո նա կարմիր գույնի չի բացարձակապես, չի կարմրացնում, բայց լավացնում է շրթունքների տեսքը, նրանց այդ կենսաբանական բոլոր դիրքը, բանը, բերանի օվալը, հարգելի բարեկամներ, եթե կունենաք հարցեր,
ապա կարող եք ուղղել ինձ գրեք ձեր կարծիքները կոմենտների մեջ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38 առողջություն ձեր բոլորին ցտեսություն մի շնոր հանդիպում